Աստված միշտ օգնում է մեզ, բայց մեզ չի երում։ Քանի որ Աստված միշտ օգնում է մեզ, եկեք չկենտրոնանանք միայն տեսանելի աշխարհի վրա, այլ ձգտենք քայլել Աստծո հետ անտեսանելի աշխարհում։ Եկեք միասին նայենք Ելք 17-ին։ Իսրայելացիների 40 տարվա ճանապարհորդությունը անապատում մեզ համար դաս է։ Այն մարգարեացնում սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է ապրել, քայլելով հավատքի անապատում։ Եկեք նայենք Ելք գլուխ 17 համար 9-ին։ Կարդանք 8-րդ համարից։ Ամաղեկը եկավ Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրիր դուրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ։ Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին, Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը ովրը ելան բլրի գագաթը։ Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։ Այն ցույց է տալիս Հեսուի ճակատամարտը ամաղեկացիների դեմ Ռեֆիդիմում։ Այստեղ Հեսուն կռվում է ռազմաճակատում, Մովսեսը թիկունքից աջակցում է նրան, Աստված այդպիսի զորություն է տալիս Մովսեսին։ Մենք պետք է մտածենք այս հարաբերությունների մասին։ Որքան էլ փորձառու ու իմաստուն լիներ Հեսուն, ամեն ինչ անիմաստ էր, երբ Մովսեսը իջեցրեց ձեռքերը։ Ճշգրիտ ասած, կարող է ոչ թե Մովսեսի ձեռքերը բարձրացնելը կամ իջեցնելը, այլ Աստծո անտեսանելի զորությունը, որը թելադրում է ճակատամարտի ելքը, ըստ Մովսեսի ձեռքերի բարձրացման կամ իջեցման։ Եկեք նայենք Ելից 14-րդ գլխի 10-րդ համարին։ Փարավոնը մոտեցավ, Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետից։ Իսրայելի որդիները շատ վախեցան, աղաղակեցին Տիրոջը և ասացին Մովսեսին. «Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու։ Այս ինչ արեցիր մեզ, դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ, որ ասում էին քեզ Եգիպտոսում, թե թույլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի վախեցեք, կանգնեք ձեր տեղում, տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար։ Որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգիստ եղեք»։ Տերն ասաց Մովսեսին. «Ինչու ես ինձ աղաղակում։ Ասա Իսրայելի որդիներին, որ գնան։ Իսկ դու բարձրացրու գավազանդ, մեկնիր ձեռքդ ծովի վրա, ճեղքիր այն, Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով»։ Տեսանելի աշխարհում Մովսեսը իր ցուպը ձգեց ծովի վրայով։ Սակայն անտեսանելի աշխարհում Աստված ետ քշեց ծովը և բաժանեց ջրերը, երբ Մովսեսը ձգեց իր ցուպը։ Եկեք նաև Դավթի պատմության մասին մտածենք։ Երբ երիտասարդ Դավիթը հաղթեց Գողիաթին, եթե Աստված նրա հետ չլիներ, կարծում եք երիտասարդ Դավիթը կկարողանար հաղթել Գողիաթին, որից վախենում էին նույնիսկ գեներալները։ Կար որևէ օրենք, որը թելադրում էր, որ քարը պարսատիկից պետք է հարվածի ճակատին։ Այն ուներ միլիոնից մեկ հավանականություն։ Դա անհնարին էր։ Սակայն, քանի որ Աստված նրա հետ էր, ինչպես կարող էր քարը բաց թողնել։ Հետևաբար, երբ մենք քայլում ենք ավետարանի հանդեպ հավատքի ճանապարհով, մեզ պետք է ոչ միայն ձգտենք արտաքուստ գերազանցել, որպեսզի ուրիշները տեսնեն տեսանելի աշխարհում, այլև հիշենք, որ Աստված միշտ հսկում է մեզ և քայլում է մեզ հետ անտեսանելի աշխարհում, ուրախանալով։ Երբ ջանասիրաբար քայլում ենք ավետարանի ճիշտ ճանապարհով, ես անկեղծորեն խնդրում եմ, որ բոլորս հիշենք Աստծուն, ով միշտ մեզ հետ է, և կարողանանք ավարտել հավատքի անապատով քայլելու մրցավազքը, որպեսզի կարողանանք մտնել հոգևոր քանան, երկնքի հավիտենական արքայություն, առանց որևէ բանի պակասի։